Ապրիլի 7-ին հայրն ու որդին գնացին հորթին, ոչ հայրն եկավ, ոչ որդին։ Այս խոսքերը մեզ հասել են մեր մեծերից, եւ այն կապված է այն բանի հետ, որ ապրիլի սկզբին ինչքան էլ եղանակը տաք լինի, միևնույն է, ապրիլի 7-ին լինում է ձնախառը եղանակ, կամ էլ անձրև եւ փոթորիկ։ Նպատակն է զգուշացնել բնակիչներին, որպեսզի չխաբվեն եղանակին եւ չսկսեն հողագործության հետ կապված աշխատանքները, անասունին էլ արոտ չուղարկեն։ Այսօր էլ մեզ մոտ եղանակը շատ ցուրտ է, քամի է եւ անդադ մաղում է անձրև։ Եղանակները հայ մի շատ ուժեղ փոխվել են։ Այն ժամանակ զամերը գարունը աշունք էր։ Դոմա այն ժամանակ գարունը շուտ կար, մարտին հետ գարունը, մարտ, ապրիլ, մայիս գարուն էր։ Դոմա անասունն բաց կթողնեն արձելու։ Ապրիլ 7-ին այն ժամանակ կանանչ ահագին եղած գալի, ամենակ քիչը 10 սանտիմետր եղած գալի, կանանչ ելել է։ Ապրանքներ դուրս են արձելու, գնացել են արձելու, հորթերն են դուրսել, գառներն են դուրսել։ Սպասել են, մեկը 7-ին ուժեղ ձուն եկի, անչափ ուժեղ ձուն եկի ու նասել է։ Այն ժամանակ ձունը նասել են խաբար չէին։ Ճանապարհները փոխվում է, հորտնեկը կորի, գառնեկը կորի, ամեն ինչն է։ Երբ որ այդ ման եղանակ այդպես գալիս, գելեն ջուր քալու։ Երբ որ ձունները տան հորտը բերեն, կերտան ջուր կան անդարը, էսան, ննան, դաշտերը չեն գնա բերե, կորել է, ցանին տակը մնացել է։ Այդ ամարսել են ապրիլի 7-ին հերն ու որդին, գնացին հորթին։ Նա հերն եկե, նա որդին եկե։ Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն ապրիլի 6-ից 7-ը Վրաստանում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ, առանձին վայրերում, հիմնականում արևմտյան շրջաններում քամու ուժգնացում։